Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետը պետքարտուղարի ներկայացրել է բանակցային այն գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետն ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրմանը։ Զրուցակիցներն էլ պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները, իսկ Միացյալ Նահանգների պետքարտուղարության տարածած հաղորդակցության մեջ նշվում է, որ Ռուբիոն և Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը որպես ռազմավարական գործընկերներ։ Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը և ընդգծել է կայուն խաղաղության կարևորությունը տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը կոտրելու և Հարավային Կովկասում անվտանգություն և բարգավաճում բերելու առումով։ Պետքարտուղարն ու վարչապետը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում ցանկացած էսկալացիա անընդունելի է, ասված է հաղորդագրությունում։ Ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նոր մանրամասներ է հայտնել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցից։ Նա նշել է, որ երկուսն էլ միակարծիք են, որ խաղաղության համաձայնագիրը արագ պետք է ստորագրվի, վավերացվի և ուժի մեջ մտնի երկու երկրներում։ Վարչապետը խոսել է նաև գերիների վերադարձի մասին։ Որևէ էսկալացիա մեր տարածաշրջանում չի կարող տեղի ունենալ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մանրամասներ է հայտնել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցից։ Նա նշել է, որ երկուսն էլ միակարծիք են եղել, որ խաղաղության համաձայնագիրն արագ պետք է ստորագրվի, վավերացվի և ուժի մեջ մտնի երկու երկրներում։ Թեման խոսակցության տարածաշրջանային իրավիճակն է եղել եւ մասնավորապես խաղաղության գործընթացը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարը նույնպես այդ արձանագրումը արեց, որ կարևոր փուլ է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալը եւ նախագծի համաձայնեցման վերաբերյալ բանակցությունները այդպիսով հաջողությամբ ավարտելը։ Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, դրանցում առկա նրբությունների եւ խաղաղության համաձայնագրի ստորագրման, նաեւ գերիների վերադարձի մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակի։ Սա եւս իր ազդեցությունը կարող է ունենալ գերիների հարցը լուծելու վրա։ Նա հիշեցրեց, որ կառավարության զեկույցների քննարկման ժամանակ խոսել է այն մասին, թե ինչպես է Ղարաբաղյան շարժումն օգտագործվել Հայաստանի Հանրապետության պետականության չկայացման գործընթացում։ Այն խաղաղությունը, որի ճանապարհով մենք գնում ենք, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է։ Պարզապես ավելի էֆեկտիվ ճանապարհ գոյություն չունի եւ մեր ընկալումը համապարփակ է եւ ամբողջական։ Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձի հետ կապված Փաշինյանը նոր մանրամասներ չհաղորդելով ասաց, որ այն գործիքակազմերը, որոնք նախկինում կիրառել են, այսօր էլ շարունակում են կիրառել, ապագայում էլ պիտի կիրառեն։ Նա նշեց, որ խաղաղության համաձայնագրի նախագծում չկա գեթմի նախադասություն, որը պարտավորություն է առաջացնում Հայաստանի Հանրապետության համար եւ պարտավորություն չի առաջացնում Ադրբեջանի համար։ Այդպիսի որևէ բառ կամ նախադասություն գոյություն չունի, ասաց Փաշինյանը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելուց հետո կհրապարակվի, ապա կգնա սահմանադրական դատարան եւ ազգային ժողով։ Ես իրոք պատրաստ եմ ստորագրել։ Եվ իմ տրամաբանությունն այն է, որ նույնը պետք է հնչի Ադրբեջանից, որովհետեւ այդ թուղթը 2021-22 թվից հետո այսպես թե այնպես համատեղ աշխատանքի արդյունք է։ Այսինքն այդքան աշխատել ենք, որոշումներ ենք կայացրել, բայց պատկերացրեք համաձայնեցված տեքստը, ասենք չէ, պատրաստ չենք ստորագրել, բայց եթե պատրաստ չենք ստորագրել, ինչ ենք համաձայնվել։ Անդրադառնալով քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլիթ Մինասյանի դիտարկմանը, թե չնայած հայկական կողմի պատրաստակամությանը ստորագրելու համաձայնեցված փաստաթուղթը, ադրբեջանական կողմից կան առաջ քաշված նախապայմաններ, նաև կեղծ լուրեր, ապա տեղեկատվություն, թե սահմանին կրակոցներ կան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, մենք որդեգրել ենք ռազմավարություն եւ գնում ենք այդ ռազմավարական ճանապարհով։
Լիարժեք երաշխավորություն ստանալ հնարավոր չէ, բայց մենք պետք է անենք հնարավորը, որպեսզի նվազեցնենք պատերազմի ռիսկերը։ Ազգային ժողովում ասել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, որ Փաշինյանը չի բացառել էսկալացիայի վտանգը նույնիսկ համաձայնագրի ստորագրումից հետո։ Ըստ Հովհաննիսյանի տվյալ դեպքում մեծ գործ ունեն անելու միջազգային կառույցները։ Ադրբեջանի վարքագիծը չի փոխվել։ Այն, ինչ մենք տեսնում ենք, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման մասին հայտարարություններից հետո նոր գործելավոճ չէ։ Այս մասին ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։ Նա ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է քննարկել պայմանագրի ստորագրման վերաբերյալ բոլոր գործընթացները, սակայն ադրբեջանական կողմը դեռևս չի արձագանքել դրան։ Պայմանագրի համաձայնեցված կետերից մեկն այն է, որ դրա ուժի մեջ մտնելուց հետո կողմերը չպետք է սահմանին երրորդ երկրի ուժեր տեղակայեն։ Պարույր Հովհաննիսյանն անդրադառնալով այդ հոդվածին նշել է. Խոսքը չի գնում միայն հետ քաշման, խոսքը գնում է նաև ապագայում հնարավոր ուժերի մասին։ Այդ առումով իհարկե տարբեր սցենարներ հնարավոր է։ Խոսքը գնում է երկու ստեկ բացառել երրորդ կողմի ուժերի ներկայությունը սահմանի վրա։ Միայն դա է կետը։ Փոխարտգործնախարարը նաև նշել է, որ Ադրբեջանը միշտ պրովոկացիաների է դիմել ու բարդություններ ստեղծել, այն ժամանակ, երբ հայկական կողմը քայլ առաջ է արել բանակցային գործընթացներում։ Նա նաև նկատել է, որ 58 երկիր եւ 10 միջազգային կազմակերպություն ողջունել են այդ գործընթացը։ Այնուամենայնիվ հայկական կողմը չի կարող որևէ երաշխիք տալ, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո իսկապես լինելու է խաղաղություն։ Այդ դեպքում ո՞րն է լինելու միջազգային կառույցների անելիքը։ Հովհաննիսյանի խոսքով Միջազգային ինստիտուտները այնտեղ են, թե ՀՀԿ-ն, թե ՄԱԿ-ը, ինչպես նշեցի, թե այլ ձևաչափերը։ Դա ընդունված կետ է տարբեր համաձայնագրերում, եւ որ երկու կողմերը քննարկում են այդ խնդիրները եւ խնդիրների չլուծման դեպքում կալ այլ միջոցներ, թե միջազգային դա նոր նշեցի միջազգային կազմակերպություններն են, դատական ացիաներն են եւ այլն։ Այսինքն դրա գործիքակազմը միշտ էլ մնում է յուրաքանչյուր կողմի օգտագործման հնարավորության տակ։ Դիտարկմանը, թե վերջին շրջանում Ադրբեջանի գործողություններն ու հայտարարություններն ավելի ագրեսիվ են դարձել, Հովհաննիսյանը հիշեցրել է, ադրբեջանական կողմի նման գործելավոճը նորություն չէ, դա եղել է թե անցած, թե նախանցած տարիներին։ Պարույր Հովհաննիսյանը նաև նշել է, որ Հայաստանը գործակցում է բոլոր այն երկրների հետ, որոնք կարող են նպաստել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Վերջերս այդ թեմայով հայկական կողմը խոսել է նաև Ռուսաստանի հետ։ Պարույր Հովհաննիսյանը նշել է. Արտգործնախարարների հանդիպումից հետո պայմանություն ձեռք բերվեց շարունակել խորհրդակցությունները եւ դա տեղի ունեցավ։ Իսկ այս հարցին դեռևս պատասխան չունեմ, ուղղակի կարող եմ ասել, որ մենք բոլոր գործընկերների հետ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման նախապայմանին, փոխարտգործնախարարը նշել է, որ պատրաստ են քննարկել բոլոր առաջարկները, սակայն դա հիմնականում կախված է խաղաղության գործընթացից։ Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին էլ օրենքի նախագիծ ազգային ժողովի եվրաինտեգրման հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն։ Նախագիծը կընդգրկվի առաջիկա ԱԺ-նիստերի օրակարգում։ Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ այս օրենքը Եվրամիության անդամակցության հայտ չի հանդիսանում։ Հայաստանը Եվրամիությունից ակնկալում է անվտանգության այն համընդգրկուն համակարգը, որն ունի միությունը։ Այս մասին ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման խորհրդարանական մշակման հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացն սկսելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է Հանրապետություն խմբակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։ Անդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Արմեն Գևորգյանը հարցրել է, թե անվտանգության ոլորտում Հայաստանն ինչ ակնկալիքներ ունի Եվրամիությունից, ինչին ի պատասխան Զեյնալյանը նշել է. Հայաստանի Հանրապետությունը եւ կանդամակցի Եվրոպական միությանը կդառնա այն նույն անվտանգության համակարգի մաս, ինչ կունենա Եվրոպական միությունը։ Դա անվտանգությունը բազմաբաղադրիչ երևույթ է, դա ոչ միայն զինված ուժերն են, պաշտպանությունն է, այլ նաեւ տնտեսությունը, ժողովրդավարությունը, այլ ինստիտուտներ, որոնք ապահովում են համապարփակ անվտանգությունը։ Մենք ակնկալում ենք դառնալով Եվրոպական միության անդամ կամ ընթանալով այդ ուղղությամբ ստանալ այդ անվտանգության կամ մտնել այդ հովանու տակ։ Արմեն Գևորգյանը փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե գործընթաց սկսելուց հետո ինչ արձագանքներ է եղել կառույցից։ Ըստ փոխարտգործնախարարի Բրյուսելում սպասում են Հայաստանի Եվրամիության անդամակցության գործընթաց սկսելու օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ընդունմանը։ Դրանից հետո պետք է ակնկալել արձագանքներ։ Միջոցառումը Հայաստանի փորձագետների համար էր, կար հրավիրված մեկ փորձագետ Եվրամիությունից եւ նպատակը ոլորտային
հարցերիներ ուղղված սեպայի իմպլեմենտացիայի եւ այլ շրջանակներում Բրյուսելում սպասում են ըստ երևույթի երկրորդ ընթերցման օրենքի ընդունմանը եւ ապա պետք է ակնկալել արձագանքեր։ Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին, փոխնախարարը նշել է, որ այս մասով բանակցությունները շարունակվում են։ Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշել է, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունն այս պահին Եվրամիության կողմից վարվող միակ ազատականացման երկխոսությունն է, որևէ այլ պետության հետ այս պահին նման երկխոսություն չկա։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագծին։ Այն կընդգրկվի Ազգային ժողովի գումար նիստի օրակարգում։ Առաջինից երկրորդ ընթերցում որոշակի փոփոխություններ են կատարվել։ Նախաբանից դուրս է եկել առաջին հատվածը։ Հայաստանի Հանրապետությունն արտահայտելով հայ ժողովրդի միասնական կամքը նախադասությունը։ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրել է. կառավարությունն առաջարկել էր ընդհանրապես օրենքն ընդունել առանց նախաբանի։ Նախագծի տեքստի երկրորդ հատվածը ևս խմբագրվել եւ վերաշարադրվել է։ Ադրբեջանական կողմի համար անսպասելի էր, որ Հայաստանը կարող է ընդունել խաղաղության պայմանագրի ստորագրման եւ այդ տրամաբանությամբ առաջ շարժվելու առաջարկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով նրան, թե արդյոք փակուղում է հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրելու գործընթացը, հաշվի առնելով Բաքվից հնչող արձագանքներն ու նախապայմանները։ Հայաստանի խաղաղության պայմանագրի ստորագրման պատրաստակամությունը անակնկալ է եղել Ադրբեջանի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Չեմ կարծում, որ ձեր գնահատականները ճիշտ են, երևի թե մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից առաջարկը ստորագրելու եւ այդ տրամաբանության մեջ առաջ շարժվելու։ Երևի դրա հետ է պայմանավորված, բայց կարծում եմ, որ այդ կրակոցները, որոնք որ դուք մատնանշում եք, որ իրանց մամուլում տեղ գտած կար, դրանք առանձին հետաքննության առիթ են եւ կարող են առանձին հետաքննության առիթ հանդիսանալ երկկողմ եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Ազգային ժողովի նախագահի կարծիքով Ադրբեջանի մոտ հնարավոր է ձևավորվել է պատկերացում, թե Հայաստանը միևնույն է չի համաձայնի որևէ առաջարկի։ Այդ իսկ պատճառով Հայաստանի պատրաստակամությունը նրանց անակնկալի է բերել։ Ես նույնիսկ այդ տպավորությունը ունեմ անցյալի հետ կապված, որ եղել է հայկական մարտավարությունը նենց է եղել, որ ադրբեջանական կողմի մոտ նույնիսկ տպավորություն է եղել, որ իրենք կարող են ի սկզբանե ինչ-որ բանի համաձայնվեն, իմանալով, որ հայերը մեկա չեն համաձայնվելու։ Նույնիսկ իրանց համար ոչ օգտակար, որոնց հետ իրանք համաձայն չեն, բայց իրանք իմանալով, որ մեկը հայկական կողմը չի համաձայնվելու, միջազգային այլ կառույցների, մասնակիցների մոտ այդ տպավորությունը անելու համար տենց մարտը գործելավոճ է։ Ըստ Ազգային ժողովի նախագահի Հայաստանի նպատակն արդյունքի հասնելն է։ Նպատակը այս պայմանագրի քննարկման մեջ եղել է ինչ-որ արդյունքի հասնելու, այլ ոչ թե խոսակցությունը հավերժ շարունակելու եւ ենթադրում եմ, որ այդ երկար այս կողմ այն կողմ տանելը այտենց տպավորություն է թողել եւ հետագայում այդ արձագանքը միակողմանի հայտարարությունը, որ արդեն համաձայնեցված է պայմանագիրը, իմ մոտ այդ տպավորությունը։ Ընդդիմադիր թևը հայտարարում է, թե Հայաստանը գնում է միակողմանի զիջումների։ Ազգային ժողովի նախագահն արձագանքել է նաև այս պնդումներին։ Առաջին հերթին ընդդիմությունը այդ տեքստը տեսել է, որ տես բան է ասում։ Երկրորդ հերթին ոնց կարող է միակողմանի լինի, եթե բոլոր դրույթները վերաբերում է երկու կողմին։ Այն բոլոր մարդիկ, որոնք նման հայտարարություններ են անում, թող ամբիոնից ելույթ ունենան, փորձեն այդ իրենց ասածը որևիցե ձևով հիմնավորեն, նշել է Սիմոնյանը։ Դիտարկմանը, թե իշխանությունը կապիտուլյացիայի է գնում, Ազգային ժողովի նախագահը հիշեցրել է։ Թե առաջի ամենահայտնի կապիտուլյացիան պատիվ ունեմի Սերժ Սարգսյանի կապիտուլյացիան էր 2018 թվականին հայ ժողովրդի առաջ։ Երկրորդը 2018 թվականին, այո։ Երկրորդը ուզում եմ ասել, որ երբ որ դու ասում ես, որ տրամաբանությունը հենա, որ իրանք հայտնի է ոճը եւ դրանով է հիմնավորում առանց տեքստի հետ ծանոթանալու, դա անլուրջ տպավորություն է տոնում, դա քաղաքական գործին վայել գործելավոճ չի։ Բազմիցս հայտարարվել, որ բոլոր կետերը վերաբերում են երկու կողմերին։ Եթե օրինակ ընդգրկված հայկական կողմը պետք է կապիտուլացվի, դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի։ Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը պարբերաբար խախտումներ է անում բանակցային գործընթացում, իսկ Հայաստանը սրբորեն կատարում է իր խոստացածը, Ալեն Սիմոնյանն ընդգծել է։
Հիմա եթե դիմացինը պայմանականորեն, եթե վատ բան է անում, այդ նշանակում է մենք էլ վատ։ Մենք մեր վարկը ունենք, մենք մեր դիրքը ունենք։ Դուք տեսեք ինչքան լրատվամիջոց կա Հայաստանի Հանրապետությունում, ինչքան ազատ է լրատվամիջոցները։ Հիմա ինչ որ երկրներում դա ազատ չի։ Օրինակ Ադրբեջանում ըստ Եվրոմիության չափանիշների խոսքի ազատությունը այդ աստիճանի չի։ Հիմա մենք էլ ասենք սկսենք իրանց հետ հանվասարել։ Ազգային ժողովի նախագահը համոզված է, որ ժողովրդավար լինելով Հայաստանն անվտանգություն է շահում։ Այն բանը, որ եվրոդիտորդները գալիս են եւ սահմանին անցկացնում են հսկողություն, այն բանը, որ միջազգային զեկույցներ են ունենում, այն բանը, որ Հայաստանի Հանրապետությանը օգնություն է տրամադրվում, այն բանը, որ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցություն է տեղի ունենում, բայց այդ ամեն ինչը դրա հաշվին է տեղի ունենում։ Կարող է մեր դուդուկից Իրանի եւ մեր սիրուն հայի աչերի համար այդ ամեն ինչը տեղի ունենում, հետո էլ բողոքում եք, ասում եք մեր վրա հարձակվեցին, աշխարհը ձեն չհանեց։ Բայց սխալ ենք մեզ պահել ինչ որ հարցերում պատմության ընթացքում կոնկրետ դեպք չեմ մատնանշում, հիմա ճիշտ ենք մեզ պահում։ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավման վերաբերյալ տեղեկություններին։ Ըստ Սիմոնյանի կային խնդիրներ եւ հարցեր, որոնց պատասխանները Հայաստանը փորձել է եւ փորձում է ստանալ։ Կա հարց, կա պատասխան, չկա պատասխան, կա մեր կողմից հարցադրում, այսինքն ըստ իրավիճակի լարվեց, իջավ, կոնկրետ դա մարտավարություն չի, դա ըստ իրավիճակի այն բաները, որը որ տեղի ունեց 2020 թվականին, 21-ին, 22-ին, 23-ին եւ 24-ին մեր վերաբերմունքը նույնն է մնացել, մեր հարցադրումները նույնն են մնացել։ Միայն հապկի մասին չէ, միայն հապկի մասին չէ, բոլոր հարցերով, հայտարարություններով, որևիցե բան չի փոխվել։ Հիմա կա խոսակցություն, մշտապես խոսալը քաղաքական գործչի աշխատանք հենց դրա մեջ է կայանում, որպեսզի այդ խնդիրների շուրջ խոսի եւ մենք խոսում ենք ու շարունակել ենք խոսել։ Այն գնահատականները, որոնք կողքից հնչում են, թե իբրև Հայաստանը փոխել է իր քաղաքական վեկտորը, չեն համապատասխանում իրականությանը։ Կա մի իրականություն, որ Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանում է, երբ որ իրեն խաբում են, դա արձանագրում է եւ բարձրաձայնում, հավելել է Սիմոնյանը։ Ինչ վերաբերում է հապկին, Սիմոնյանը կարծում է, որ հապկը պետք է ինքն իրեն վերանայի, հասկանա, գոյություն ունի թե ոչ։ Հապկի հետ կապված ինչ վերանայենք, հապկը պետք է մի հատ վերանայի, իրան հասկանա ինքը գոյություն ունի, թե գոյություն չունի, եւ հայտարարի, եթե ինքը գոյություն ունի, ապա որտեղ է այդ սահմանը, եթե այդ սահմանը գոյություն ինքը հայտարարում է, ապա ինքը ինչ պետք է անի եւ ինչ չի արել եւ ինչ է արձանագրում։ Սիմոնյանը նաև անդրադարձել է Հռոմի ստատուտի վավերացմանը եւս մեկ անգամ նշելով, եթե Հայաստանը չվավերացներ այն, այսօր լրիվ ուրիշ իրականության մեջ էր ապրելու։ Ըստ նրա հնարավոր է հակառակորդը հայկական ավելի շատ տարածքներում ներխուժած լիներ։ Սիմոնյանը նաև պատասխանել է Հայաստանի զինվելու վերաբերյալ Բաքվից հնչող տարատեսակ հայտարարություններին։ Մենք զինվում ենք, որպեսզի պաշտպանվենք եւ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դուրս որևիցե խնդիր չունի իրականացնելու։ Նույնիսկ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այն մասը, որը որ ադրբեջանական զորքերը ներխուժել են, մենք զինվորական ռազմական գործողություններով լուծելու նպատակ եւ գաղափար այս պահի դրությամբ չունենք։ Ըստ ազգային ժողովի նախագահի խնդիրները կարող են լուծվել մի քանի ճանապարհով, սակայն Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ընտրել է խաղաղ բանակցությունները, որով էլ մի օր կհասնեն նրան, որ Ադրբեջանը կլքի Հայաստանի սուվերեն տարածքները։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է նաև բանակցային սեղանի նախապայմանների շարք քննարկել։ Արարատ Միրզոյանը այս մասին հայտարարել է բրազիլական օրաթերթերից մեկին տված հարցազրույցում։ Ըստ Միրզոյանի այդ նախապայմանները փոփոխություններ են ներառում Հայաստանի սահմանադրության մեջ եւ սահմանափակումներ Հայաստանի մատակարարվող զինամթերքի եւ սպառազինության հարցում։ Նախարարը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարներին եւ նշել, որ հայ եւ թուրք փորձագետները արդեն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը։ Խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար Ադրբեջանը նախապայմաններ է առաջ քաշում։ Դրանք ներառում են փոփոխություններ Հայաստանի սահմանադրության մեջ եւ սահմանափակումներ Հայաստանի մատակարարվող զինամթերքի եւ սպառազինության հարցում։ Հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլիա պաշտոնական այցի ընթացքում օրաթերթերից մեկին տված հարցազրույցում։ Չնայած այդ ամենին, ըստ Միրզոյանի, Հայաստանը պատրաստ է սկսել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վայրն ու օրը որոշելու համար։
Խաղաղության համաձայնագիրը շատ լավ է հնչում, սակայն իրականում մինչ այժմ մեզ հաջողվել է միայն ավարտել համաձայնագրի նախագիծը։ Հետաքրքիրն այն է, որ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ բանակցություններին զուգահեռ մենք Ադրբեջանին ներկայացրել ենք նաև այլ առաջարկներ, որոնք մեր համոզմամբ կլինեն երկուստեք շահավետ։ Միրզոյանի ներկայացմամբ Երևանը Բաքվին առաջարկել է ստեղծել երկկողմանի մեխանիզմ սպառազինությունների վերահսկողության եւ վերիֆիկացիայի համար։ Ադրբեջանից սակայն դրական արձագանք չի եղել։ Փոխարենը նրանք հանդես են եկել կեղծ մեղադրանքներով, թե իբրև Հայաստանի զինված ուժերը զինադադարի ռեժիմի խախտումներ են կատարել սահմանային գոտում։ Մինչդեռ օրինակ Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը, որը հետևում է իրավիճակին սահմանի երկայնքով, չի արձանագրել Հայաստանի կողմից որևէ խախտում։ Մյուս առաջարկը սահմանային միջադեպերի երկկողմ վերիֆիկացիայի մեխանիզմի ստեղծումն է եղել։ Մենք առաջարկել ենք նաև բացել հաղորդակցուղիներն ու վերականգնել ենթակառուցվածքային կապերը։ Ադրբեջանը կարիք ունի օգտվելու մեր երկաթուղիներից, իրենց երկրի երկու հատվածները կապելու համար, բայց նրանք կարող են նաև օգտվել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքից, միանալու Թուրքիային, միջերկրական ծովին եւ այլն։ Մեր առաջարկների եւ գաղափարների նախնական փոխանակման հիման վրա կարող ենք ստանալ փոխադարձ հասանելիություն Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքին, սակայն կրկին այս առնչությամբ էլ դրական պատասխան չստացանք։ Օրաթերթի լրագրողը հետաքրքրվել է, թե արդյոք խաղաղության պայմանագիրը վտանգի տակ է։ Միրզոյանը վստահեցրել է, որ Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Մենք ոչ մտադրություն ունենք, ոչ պատճառ, ոչ էլ դրդապատճառ նոր պատերազմ սկսելու կամ իրավիճակը սրելու համար։ Կա դրական լուր, բանակցությունների ավարտը եւ խաղաղության պայմանագրի նախագծի պատրաստ լինելը, սակայն կա նաեւ մտահոգիչ լուր։ Այո, խաղաղությունը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հեռանկարներին, նշելով, որ առանց նախապայմանների կառուցողական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Այդ առումով դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմնական նպատակը Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանների բացումն է։ Օրինակ, հանվել է օդային բեռնափոխադրումների արգելքը, իրականացվել են ուղիղ չվերթներ։ Առաջին փուլում սահմանը կարող է բացվել երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր կրող հայ եւ թուրք քաղաքացիների համար։ Թուրք գործընկերները զսպվածություն են ցուցաբերում Հայաստանի հետ սահմանի լիարժեք բացման հարցում, մինչև հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորումը։ Թեև չկա պաշտոնական նախապայման, բայց փաստացի տեսնում ենք, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կապում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ։ Ըստ մեզ, եթե բացվեր Ադրբեջանի եւ Թուրքիայի սահմանը, դա կարող էր շատ դրական ազդեցություն ունենալ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների վրա։ Թուրքիայի հետ ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածություններից կարելի է նշել, որ մենք երկկողմանի հիմունքներով սկսել ենք սահմանի ենթակառուցվածքային աշխատանքներ։ Հայ եւ թուրք փորձագետներն արդեն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը։ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը կախված է հումանիտար հարցերից, այդ թվում անհետ կորած անձանց եւ բռնի անհետացումների զոհերի ճակատագրի բացահայտումներից։ Հայաստանի արտգործնախարարը հիշեցրել է, որ դեռևս Բաքվում կան հայ գերիներ, որոնք անցնում են բեմականացված դատական գործընթացների միջով։ Մենք հավատում ենք, որ նրանց անհապաղ ազատ արձակումը կարող է նպաստել հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Միրզոյանը խոսել է նաեւ Թրամփի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգների հետ գործակցության ակնկալիքներից խաղաղության գործընթացին Միացյալ Նահանգների աջակցությունից։ Միրզոյանն ընդգծել է մի քանի ամիս առաջ Միացյալ Նահանգների հետ ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը բարձրացնում է Վաշինգտոնի հետ մեր հարաբերությունների մակարդակը։ Մենք առաջ ենք շարժվում ամերիկյան նոր վարչակազմի հետ գործակցությամբ։ Արդեն մի քանի հանդիպում ու շփում ենք ունեցել ամերիկացի գործընկերների հետ։ Մենք տեսնում ենք Հարավային Կովկասում խաղաղության ապահովման նկատմամբ հետաքրքրություն։ Նախագահ Թրամփը եւ նրա թիմը խոսել են աշխարհում խաղաղության մասին։ Քանի մենք խորապես շահագրգռված ենք խաղաղությամբ, դա ոգեշնչող է։ Մենք կապի մեջ ենք ԱՄՆ-ի վարչակազմի հետ, հասկանալու թե ինչ է հնարավոր անել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար։ Հարցազրույցի ավարտին Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել է նաև Հայաստան-Բրազիլիա հարաբերություններին, նշել, որ երկար դադարից հետո վերսկսվել են արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունները։ Տարվա ավարտին բրազիլացի դիվանագետները կայցել են Երևան։ Կարճատև դադարից հետո կշարունակենք թողարկումը։ Շարունակում ենք թողարկումը։ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել է Հայաստանի կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել է, որ բյուջեի եկամուտները 24 թվականին կատարվել են 95.8%-ով։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն էլ հավելել է, որ հարկահավաքման գործընթացում մեծ դեր են ունեցել շինարարությունը։
Բյուջեի եկամուտները 2024 թվականին կատարվել են 95.8%, ծախսերն իրականացվել են գրեթե 94%, պետական տուրքերը մոտ 93%։ Այս մասին ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով կառավարության 2021-26 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։ Ըստ նրա, ծախսերի մասով ցուցանիշը 16%-ով ավելի է, քան 2023 թվականին եւ 9.3%-ով ավելի է եկամուտների մասով։ 25 թվականի պետական բյուջեում առաջին անգամ ներառվել են կապիտալ ծախսերի գծով չիրացված պայմանագրային պարտավորությունների հաջորդ բյուջետային տարի տեղափոխման մեխանիզմը։ Սա շատ իմ կարծիքով բավականին էական քայլ է մեր բյուջետային ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից։ Անդրադառնալով պետական պարտքին, նախարարն ասաց, որ նախորդ տարեվերջին այն կազմել է 5 տրիլիոն դրամ կամ 12.8 միլիարդ դոլար։ Նախորդ տարեվերջի նկատմամբ պետական պարտքն ավելացել է 6.2%-ով։ Սակայն ուրախալին նաև, որ պետական պարտքի հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքի նկատմամբ պահպանվել է 50%-ից ցածր մակարդակում եւ կազմել է 48.3%, որը 0.1%-ով ավելի ցածր է, քան 2023 թվականին։ Սակայն վերջին 7 տարում հարկեր հնացուցանիշը բարելավել է 2.8%-ային կետով, 20.8%-ից հասնելով 23.6%-ի։ Հաջորդև քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը կենտրոնական բանկի նախագահին հարց ուղղեց քաղաքացիների ակնթարթային վարկերի միջոցով խարդախությունների զոհ դառնալու վերաբերյալ։ Մանավազյանը նշեց, որ վերջին շրջանում բազմաթիվ քաղաքացիներ դիմել են հայտարարելով, որ տեղեկացված չեն եղել իրենց անունով վարկի տրամադրման մասին։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ արձագանքելով ակնթարթային վարկերի հետ կապված խարդախությունների դեպքերին խոստացավ վերլուծել եւ առաջարկել լուծումներ։ Կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ կենտրոնական բանկը տեղյակ է խնդրից եւ այն արդեն քննարկվել է խարդախության զոհ դարձած քաղաքացիների հետ։ Ըստ նրա, խարդախները որոշակի եղանակով ձեռք են բերում անձնական տվյալներ։ Մենք ամեն մի ազդակի հետևից գնալու ենք, տեսնելու ենք խնդիրը համակարգային է, բանկինն է, պրոդուկտինն է եւ այլն, դրա վրա որոշումներ է կայացվելու, որ հանկարծ մեր քաղաքացիները չունենան վստահության կամ որևէ ֆինանսական խնդիրներ։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն էլ ներկայացրեց, թե հարկերի հավաքագրման գործընթացում նախորդ տարվա համեմատ ինչ դրական զարգացումներ կարող են լինել 2025 թվականին։ Ըստ նրա, հավաքագրումները ցույց են տալիս, որ շինարարությունն այս տարի մեծ դեր ունի հարկահավաքման մեջ։ Այս տարի բազմաթիվ շինարարություններ, հատկապես Երևան քաղաքում, խոսքը բազմաբնակարան շենքերի շինարարության մասին է, քանի որ մոտենում են ավարտին, այդտեղ կա պոտենցիալ ավելի մեծ հարկեր հավաքագրելու եւ երբ որ մենք նայում ենք օրինակ այս տարվա արդեն հավաքագրումները, շինարարությունը արդեն մեծ դեր ունի հարկահավաքման մեջ։ Մյուսը բանկային համակարգի հետ է կապված, այդտեղ արդեն ավելացած արժեքի հարկ չէ, շահութարկի մասին է խոսքը, քանի որ բարձր աճեր ենք ունեցել 2024 թվականին եւ դրա աճերի օգուտը ըստեյության ստանալու ենք այս տարի շահութարկի տեսքով։ Մյուս խոշոր գործոնը դա է, որ թույլ կտա այդտեղ բարելավումներ ունենալ։ Հայաստան խմբակցությունն առաջարկում է 26 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ այն պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակը սպառողական զամբյուղի արժեքից։ Ըստ նախագծի սպառողական զամբյուղը կազմի էներգետիկ արժեքի եւ հաշվարկի մեթոդաբանության սահմանման իրավասությունն էլ վերապահվում է Հայաստանի կառավարությանը։ ԿՊ-ն սակայն դեմ է արտահայտվել այդ նախագծին, քանի որ այն ընդգրկված է կառավարության զարգացման ծրագրում։ Խորհրդարանականները քննարկել են նաև մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները։ Նախաձեռնության նպատակն է մասնավոր պահնորդական գործունեության լավարկումը եւ կանոնակարգումը։ Պահպանվող անձին կարելի է ուղեկցել 1 մեքենա եւ առավելագույնը 3 պահնորդ։ Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվել են մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքում առաջարկվող փոփոխությունները։ Նախաձեռնության նպատակը մասնավոր պահնորդական գործունեության լավարկումն ու կանոնակարգումն է 3 ուղղություններով։ Լիցենզիա ստանալու հայտը ներկայացնելու պահին կազմակերպությունը պետք է ունենա որակավորում ունեցող առնվազն 10 աշխատողի, պահնորդի եւ կամ թիկնապայի հետ կնքված աշխատանքային պայմանագիր։ Սահմանել մասնավոր պահնորդական կազմակերպության պատասխանատվության ռիսկի պարտադիր ապահովագրություն։
Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու համար կդիմեն եւ լիցենզիա կստանան միայն այն կազմակերպությունները, որոնք հստակ նպատակադրված են գործունեություն ծավալելու նշված ոլորտում եւ տիրապետում են անհրաժեշտ ֆինանսական, կադրային, սպառազինային ռեսուրսներին։ Նաեւ առաջարկվում է հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների զենք կրելու թույլտվությունը նախատեսել որպես ֆիզիկական անձանց թույլտվության տեսակ, որը հնարավորություն կտա պահնորդին կամ թիկնապահին ունենալ զենք կրելու 5 տարվա թույլտվություն անկախ գործատուի փոփոխությունից։ Լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնելիս կազմակերպությունը պետք է ունենա առնվազն 10 որակավորված պահնորդ, ներկայում մեկի փոխարեն։ Մեկ այլ նախագծերի փաթեթով էլ առաջարկվում է կատարելագործել աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող իրավական դաշտը։ Նոր կարգավորումներով նախատեսվում է աղետների ռիսկի կառավարման եւ արտակարգ իրավիճակներում գործելու պլանները դարձնել թվային եւ արագ հասանելի, իսկ լիազոր մարմնին ընձեռել միասնական էլեկտրոնային համակարգ վարելու հնարավորություն։ Նախատեսվում է նաև արտակարգ իրավիճակի հետևանքով կյանքի կամ մահվան, անձի, գույքին եւ առողջությանը պատճառված վնասներից պարտադիր ապահովագրություն։ Օրենքի ընդունումը կապահովի աղետների ռիսկի կառավարման կայուն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորում, ընդ որում բոլոր սուբյեկտների համամասնական եւ փոխգործելի ներգրավվածությամբ։ Ստանդարտների կիրառմամբ կդասակարգվեն արտակարգ իրավիճակների մակարդակները եւ յուրաքանչյուր մակարդակում կամրագրվեն իրավասու սուբյեկտների լիազորությունները, այդպիսով ունենալով կառավարման հանրապետական, մարզային, համայնքային, տեղային, օբյեկտային մակարդակներ։ Փոփոխություններ են նախատեսվում նաև անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքում։ Փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ վերահսկողությունը վերապահվել է առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին, սակայն վերահսկողության իրականացման գործիքակազմի եւ ընթացակարգի վերաբերյալ այլ կարգավորում դեռևս չի սահմանվել։ Դիտարկման ընթացքում անձի ֆունկցիոնալության գնահատման օրենսդրությամբ սահմանված պայմանների եւ պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում տեսչական մարմնի ղեկավարը կամ նրա անձնարարությամբ դիտարկում իրականացնող պաշտոնատար անձը միջնորդագրեր է ներկայացնելու առաջինը լիազոր մարմնին եւ անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնին անձի ֆունկցիոնալության գնահատման վերաբերյալ վարչական ակտը վերանայելու վերաբերյալ։ Օրենսդրական մյուս կարգավորմամբ էլ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունը։ Նախագծով սահմանվել է, որ ծառայողական պարտականությունները կատարելուց զոհվելու դեպքում ծառայողի ընտանիքի անդամներին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում ծառայողին տրվում է միանվագ դրամական օգնություն։ Պատգամավորները քննարկեցին նաև Հայաստան խմբակցության կողմից ներկայացված պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է 2026 թվականից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ այն պակաս չլինի պարենային զամբյուղի ամսական արժեքից, իսկ միջին ամսական կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից։ Առաջարկում էր նաև, որ զամբյուղների, սպառողական զամբյուղների էներգետիկ արժեքը նրանում ներառվող սննդամթերքի կազմը, կառուցվածքը, սահմանելու իրավասություն վերապահվի Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Ընդ որում, որպես հաշվարկի հիմք, առաջարկում է օրենքում կատարել փոփոխություն, ըստ որի հիմքում պետք է դրվել նախորդ տարվա 3-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով հաշվարկված բարենային եւ սպառողական զամբյուղի արժեքները։ Հանձնաժողովի կողմից տրվել է բացասական եզրակացություն այն հիմնավորմամբ, որ պետական կենսաթոշակների մասին օրենքում արդեն իսկ կա ամրագրված սկզբունք հոդված 4-ում, որտեղ նշվում է, որ սոցիալական ապահովության, կենսաթոշակային ապահովության ոլորտում պետության հիմնական սկզբունքներն են կենսապահովման նվազագույն բյուջեի չափի հետ համադրելի պետական կենսաթոշակի նվազագույն չափը ապահովելը։ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն իր ընդդիմադիր գործընկերներին առաջարկեց կառավարության ծրագրերը, ՔՊ քաղաքական հանձնառությունները նոր նախագծերի տեսքով հատառհատ ներկայացնել խորհրդարանում։ Գուցե դա օգնի մարդկանց աչքերում ավելի արժանահավատ կերպար ստեղծել, բայց չպետք է մոռանալ, որ բոլոր այդ նախագծերն արդեն իսկ ամրագրված են կառավարության զարգացման ծրագրում։ Ընդդիմությանը առաջարկում են, որ օրինակ նաև օրենսդրական նախաձեռնություններով հանդես գան ուսուցիչների ատեստավորման, աշխատավարձերի բարձրացման, օրենք բերեն ժողովրդավարության եւ ընտրություններ չկեղծելու մասին, նոր օրենքներ թող մշակեն, իլերումը նրան ինչ-որ կա, ապօրինի գույքի մասին նոր օրենք մշակեն, չնայած ապօրինի գույքի մասին մեր մշակած օրենքը դուք ըստ էության տարել եք Սահմանադրական դատարանը
դիմել որ չեղարկեք։ ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ իր ելույթում դիմեց ընդդիմադիր գործընկերներին կոչ անելով չդիմել այսպես ասած շուստրի պոպուլիզմի։ Ասում է, հա, համաձայն ենք, որ կառավարության ծրագրով դուք նախատեսում եք դա անել, համենայն դեպս դուք արտահայտել եք այդ քաղաքական հանձնառությունը։ Եվ ասում են, շատ ենք ուզում, որ դա տեղի ունենա։ Բայց եկեք օրենքով մի հատ էլ մեր բերած օրենքով ամրագրենք, որ դա պիտի տեղի ունենա եւ ձգտում ենք դրան, որ երբ որ կառավարությունը իր ծրագրի համաձայն այս նշաձողին հասնի, այս թիրախին հասնի, մեր ընդդիմությունը գասի այ տեսեք, մենք այդ օրենքը որ չբերեինք, այս ապիկար իշխանությունը ոչ մի պարագայում չէր հասնի իր իսկ խոստման կատարմանը։ Եթե հանկարծ չկատարվի, ասեն, թե մենք ուզում էինք բերեինք, ինչ որ բան էինք ուզում անել, ժողովուրդ ջան, սիրելի թոշակառուներ, մենք ուզում էինք ձեր թոշակը բարձրացնենք, բայց այս ապիկար իշխանությունը բան արեց, հրաժարվեց, ուրեմն օրենքը ընդունել եւ ձեր թոշակները բարձրացնել։ Անդրադառնանք այլ թեմաների։ Երևանում տնկվել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ, հիմնականում սոճիներ եւ եղևնիներ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն հողակի տնօրենը։ Արմեն Բեգոյանը մարտի 10-ից Երևանում մեկնարկած սանիտարական էտի եւ ձևավորման աշխատանքների մասին է խոսել, սակայն եղանակի տաքացման պայմանավորված հնարավոր է քաղաքի հարավային շրջաններում դրանք ավելի շուտ ավարտվեն։ Երևանի քաղաքապետարան նավականու որոշմամբ 12 նոր հաստիք կավելացնի փոշեկուլ մեքենաների վարորդների համար։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստում։ Նշվել է, որ ներկայում ջրցան մեքենաների վարորդներն անցնում են ուսուցում նոր մեքենաները շահագործելու համար։ Երևանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում ՀՕԱԿ-ի տնօրեն Սաշա Կատվալյանի խոսքով հաստիկների կարիք կա։ Նախատեսում ենք մոտ ապրիլի 5-ից 7-ի կողմերը արդեն աշխատանքներ իրականացնեն։ Բայց եթե չեմ սխալվում, մենք այդտեղ մի հատ հարց ունենք, հավաքանիով պետք է հաստիկացուցակի 12 ավելացում անենք, ճիշտ է 12 հաստիկի ավելացում, որպեսզի տվյալ աշխատակիցները այդ հատուկ տեխնիկան սպասարկեն։ Այսինքն մեր հավաքանու նիստից առաջ մենք չենք կարող այդ մարդկանց գործի ընդունել, քանի որ հաստիկ չենք ունենա։ Այս պահին որոշակի մենք մեր ջրցանների վարորդներին ենք սովորեցնում, բայց այո, հաստիկների կարիք ունենք, հակառակ դեպքում չենք կարող աշխատացնել։ Հաջորդ թիվ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ Երևանի տրանսպորտի տոմսային համակարգում արձանագրվել է 2.322.673 վավերացում, որից տրոլեյբուսներում 83715, մետրոպոլիտենում 487.609 եւ ավտոբուսներում 1.751.351 վավերացում։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն էլ նշել է, որ փետրվարի երկրորդ կեսից Երևանում տնկվել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ, հիմնականում սոճիներ եւ եղևնիներ։ Մարտի 10-ից Երևան քաղաքում մեկնարկել է սանիտարական էտի եւ ձևավորման աշխատանքները, իրականացվում են ըստ տրանսպորտի վարչության տված տվյալների, իրականացվում են ավտոբուսային երթուղիների խանգարող փողոցներում ծառերի սանիտարական էտի աշխատանքներ, ինչպես նաեւ ներառված են թվով 300 բակեր, որոնք արդեն բնակիչների դիմումների հիման վրա խոստացված են բնակիչներին, 19 այգիներ եւ 18 ուրեմն փողոցներ եւ պողոտաներ։ Ըստ Արմեն Բեգոյանի էտի աշխատանքները մարտի 10-ից ապրիլի 10-ն են նախատեսված, սակայն հաշվի առնելով եղանակի կտրուկ տաքացումը, հնարավոր է էտի աշխատանքները Երևանի հարավային մասում ավարտվեն ապրիլի 1-ին։ Այս աշխատանքներին զուգահեռ մարտի 20-ից Թումանյան փողոցում սկսվել է կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող խիստ դեֆորմացված ծեր եւ հիվանդ ծառերի փոխարինման աշխատանքները։ Փողոցից հեռացվել են հիմնական բացառապես կարելի ասել թեղի տեսակի ծառատեսակներ, այս հատվածում, այս երկրորդ հատվածում փորձել ենք պահպանել թվով 30 քիչ թե շատ այսպես վտանգավորության աստիճան չունեցող 30 թեղի տեսակի ծառատեսակներ, որը ըստ մասնագետների չունեն այս պահին տապալման վտանգ, ուստի փորձել ենք դրանք պահպանել, արդյունքում քիմիական վերգետնյա եւ ստորգետնյա աշխատանքների արդյունքում կնայենք հնարավոր կլինի հետագայում դրանք երկար ժամկետով պահել, թե դրանք փոխարինվեն հաջորդի 1-2 տարվա ընթացքում։ Արդյունքում հեռացվել է նշված երկրորդ հատվածից 80 ծառ, փոխարենը տնկվել է 95 ուրեմն ցերցից տեսակի
ծառատեսակ եւ լրացուցիչ բացվելու է 34 բնաբաժակ։ Արդյունքում Թումանյան փողոցի երկրորդ հատվածում տնկվելու է 129 ծառատեսակ։ Տեխնոլոգիական դաշտը շարունակում է մնալ արագ փոփոխվող եւ ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություն թե երկրի ներսում, թե դրա սահմաններից դուրս։ Հենց այս տարածքում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շնորհիվ հատվում ճկուն մտածողությունը, գլոբալ գործակցությունը եւ տեխնոլոգիական զարգացման առաքելությունը։ Եվ հենց այդ համատեքստում էլ օրակարգ է բերվել ներուժ նախաձեռնությունը։ Ծրագրի մասնակցության հայտերը դեռ շարունակվում են ընդունվել։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հովանու ներքո տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որը նվիրված էր ներուժ 5 Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի ամփոփմանը, որի ընթացքում ներկայացվել են արդյունքները, հաջողված նախագծերը, նաև քննարկվել է Սփյուռքից Հայաստան բերված գաղափարների դերը տեխնոլոգիական ոլորտի զարգացման տեսանկյունից։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը հերթական անգամ ընդգծել է, որ ներուժը դարձել է կարևոր հարթակ սփյուռքահայ տեխնոլոգիական մտքի համար, միավորելով համաշխարհային փորձը տեղական զարգացման օրակարգի հետ։ Բացի դա, Ենգիբարյանը նշել է, որ այս տարի հայտերի ընդունման ժամկետները երկարաձգվել են։ Այս տարի ներուժը իրականացվում է 6-րդ անգամ եւ իր ուրախություն մեր սփյուռքահայ ստարտափների պիտի նշենք, որ հայտերի ներկայացման վերջնաժամկետը երկարացվում է մինչև մայիսի 30-ը, հնարավորություն տալով մեր սփյուռքահայերին ավելի լավ պատրաստվել եւ ներկայացնել իրենց ստարտափները, որովհետեւ որոշակի զանգեր եւ առաջարկներ եղավ նաեւ այս առումով մեր սփյուռքահայերի կողմից, որ դեռևս չեն հասցնում իրենց ստարտափները հավուր պատշաճի կազմել եւ ներկայացնել եւ նաեւ որոշակի, այսպես ասած, խնդիրներ հաշվի առնելով մենք որոշեցինք, որ հայտերի վերջնաժամկետը պետք է երկարացվի եւ ֆիքսում ենք մայիսի 30-ը։ Ներուժ 5 Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի ժյուրիի անդամ Ռեմ Դարփինյանն իր հերթին խոսել է ստարտափների մակարդակի մասին, նշելով, որ այս տարի մասնակցած թիմերը, չնայած դժվարություններին, ներկայացրել են բարձր որակի եւ գործնական պոտենցիալ ունեցող նախագծեր։ Շփվելով անցյալ տարիների մասնակիցների հետ, ամենակարևոր ֆակտորը կարող եմ նշել, որ իրենք չէին պատկերացնում, թե ուր են գալիս եւ ինչի համար են դա մասնակցում, եւ իրենց հետաքրքիր էր այսպես թեթև ինտերվյու էի անում առաջի օրերին, երբ որ իրենք նոր էին եկել, եւ վերջի օրերին, երբ որ արդեն անցնում են ակսելերացիոն ծրագիրը եւ վերջացնում էին, եւ իրենք էին նկատում, թե ինչքան մեծ փոփոխություն է տեղի ունեցել իրենց գաղափարների մեջ, իրենց պատկերացումի մեջ, թե ինչպեսին է հայկական էկոհամակարգը, ստարտափային էկոհամակարգը եւ իրենց ամենամեծ խնդիրը, որ իրենք բարձրաձայնում էին, որ իրենք չէին մտածում ինչ լավ տեղ են գալիս։ Իրենց մտածում էին, հա, ինչ որ մի հատ ծրագիր է, կգանք, կմասնակցենք, բայց իրականությունում հասկանում էին, թե ինչքան լավ արդյունքներ են ստացել, ինչքան լավ արդյունքներ են գրանցել, նոր մարդկանց հետ են շփվել եւ ավելի լավ են պատկերացրել, թե ինչպեսին են հնարավորությունները Հայաստանում։ Ներուժ 5 Սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հաղթող ճանաչված Mobisi ընկերության հիմնադիր Նարեկ Մանուկյանն էլ ներկայացրել է իրենց նախագիծը, ուղղված թվային լուծումների մշակմանը։ Մեր գաղափարը այսօրվա օրով ամենահայտնի տրենդային արհեստական բանականության հետ է կապված կարճաժամկետ վարձակալության ոլորտի հետ հնարավորություն է տալիս օգնել հյուրերին եւ վարձատուի հետ կոմունիկացիան ավելի հեշտ կազմակերպելու համար։ Ասուլիսի ընթացքում խոսվել է նաև պետական աջակցության եւ ներդրումային հնարավորությունների մասին, անդրադարձ է կատարվել ներուժի ապագա փուլի պլանավորմանը, նաև ծրագրի ընդլայնման հեռանկարներին, որպեսզի հնարավոր լինի ընդգրկել ավելի մեծ թվով սփյուռքահայ մասնագետների եւ ձեռնարկատերերի, քանի որ ծրագիրը դարձել է օրինակելի փորձ, թե ինչպես կարող են պետական մարմինները, մասնավոր հատվածը եւ Սփյուռքի տաղանդը միավորվել հանուն մեկ գաղափարի։ Երբ բնությունը անակնկալ է մատուցում, պատասխանատվությունը եւ կանխատեսելիությունը դառնում են կայունության հիմնասյուն։ Գյուղական տնտեսությունից անբաժան այդ հոգսը այս օրերին իր վրա է վերցնում էկոնոմիկայի նախարարությունը, որովհետև ինչպես իրենք են բազմիցս ապացուցել, պետության եւ գործարար դաշտի համատեղ ջանքերը կարևոր դեր ունեն երկրի տնտեսության առանցքային ոլորտի գյուղատնտեսության անվտանգության ապահովման գործում։ Հենց այդ նպատակով 2025 թվականին գյուղատնտեսական ապահովագրության պետական սուբսիդավորման չափը զգալիորեն ավելացել է։
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում սպասվում են համակարգային փոփոխություններ։ Կառավարությունն այս տարի նոր մոտեցում է որդեգրել, փորձելով կլիմայական ռիսկերից հնարավորինս ապահովել գյուղացիական տնտեսությունների պաշտպանությունը։ Ըստ նոր որոշման 2025 թվականին գյուղատնտեսական ապահովագրության պետական սուբսիդավորման չափը զգալիորեն ավելացվել է, հասցվելով մինչև 70-ից 80%-ի։ Նախորդ տարիներին այն կազմում էր 50-ից 60%։ Նշենք, որ գլխավոր հարցը, թե ինչ է արվելու, որ նոր համակարգն ունակ լինի պաշտպանվել անգամ անբարեխիղճ տնտեսվարողներից, ունի թե պատասխան, թե տրամաբանական բացատրություն։ Նախկինում ապահովագրական ընկերությունները եւս այս ոլորտում բավականաչափ փորձի խնդիր ունեն եւ իրենց համար էլ էր նոր այս product-ը, որ ներդրվեց ապահովագրության ոլորտում, գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում եւս նոր product էր եւ ապահովագրական ընկերությունների համար, որպիսի այս product-ը իրականացվեր, իրենց համար եւս կար որոշակի փորձի պակաս։ Եվ այս առումով այս տարիների փորձը եւս իրենց համար կլինի որպես գիտելիք, փորձ, որպեսզի կարողանան իրենք առավել զգուշորեն մոտենալ product-ին, առավել խորությամբ զննություն իրականացնեն մինչև ապահովագրության իրականացումը, որպեսզի այն տնտեսավարողները, որոնք որ կոպիտ ասած այդտեղ այգու մշակություն գրեթե չի իրականացվում, ուղղակի տարածք է, որից որ տվյալ տնտեսավարողը ընդհանրապես մշակություն չի իրականացնում, դրանպես բերք չեն ակնկալում այդ տարածքներից, իրենք էլ զգուշավոր կմոտենան այդ տարածքներին եւ առավել զգուշավոր կկնքեն այդ պայմանագրերը, որպեսզի նման դեպքերում նման ռիսկերից ապահովագրված լինեն։ Բացի այդ, կառավարությունը ստանձնում է նաև վերաապահովագրական դերակատարություն, ինչը նշանակում է, որ հավելյալ վնասները եւս կփոխհատուցվեն պետական միջոցներից։ Նոր համակարգը այդպիսով կձևավորի առավել կայուն ապահովագրական միջավայր։ Ընկերությունները կզգան պետության աջակցությունը, ինչը կարևոր է երկարաժամկետ կայունության համար։ Նախագիծը գործում է դեռ 2019 թվականից, սակայն ըստ էկոնոմիկայի նախարարության տվյալների, դրա ծավալները տարեստարի ընդլայնվում են։ Նման աճն ու դինամիկան խոսում է մի շարք հանգամանքների մասին։ Հենց 80% կառավարության հանձնառությունը, երբ որ կառավարությունը վերցրեց, որ 80% սուբսիդավորում իրականացվի ապահովագրավճարի, նպատակը դա է, որպեսզի առավել մեծ թվով տնտեսավարողների համար մատչելի լինի գյուղատնտեսության ապահովագրության product-ը եւ ավելի մեծ թվով տնտեսավարողներ կարողանան դիմեն եւ ապահովագրեն իրենց տարածքները։ Նշենք, որ գյուղատնտեսության ապահովագրության համակարգը դեռ զարգացման փուլում է, սակայն տվյալները վկայում են, ոլորտում հետաքրքրությունն աճում է։ Պետական աջակցությունը փորձագետների կարևոր ազդակ է թե գյուղացիների, թե ապահովագրական ոլորտի համար։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։